Լոնդոնի ֆոնդային բորսան ողջունում է Lion Finance Group-ի մուտքը FTSE 100 ինդեքս, հնչում է բորսային զանգը։ Ամերիաբանկը որպես Lion Finance Group-ի խմբի մաս ներառվում է աշխարհի առաջատար բորսաներից մեկի FTSE 100 ինդեքսում։ Այսպիսով այն դառնում է առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների շարքում։ Մեծ պատիվ է մեզ համար, իհարկե ավելացնում է վստահությունը հենց ֆինանսական կառույցի նկատմամբ, այսինքն Ամերիաբանկի նկատմամբ, ինչպես նաև ավելի գրավում է ուշադրություն դեպի Հայաստանի Հանրապետություն որպես զարգացող շուկա։ Սա լավ լուր է Հայաստանի համար, քանի որ շատ օտարերկրյա ներդրողներ իմանում են Հայաստանի մասին, հասկանում են երկրի մեծ տնտեսական հաջողությունը եւ որ այնտեղ գործում են հեղինակավոր ֆոնդային բորսաներում ցուցակված եւ միջազգային հեղինակություն ունեցող հաստատություններ։ Ուստի կարծում եմ, որ դա մեծ առավելություն է Հայաստանի համար։ Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգի հնչեցման արարողությունը խորհրդանշական ավանդույթ է, որին մասնակցում են ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները, ներդրողները եւ հիմնական շահառուները։ Այս արարողությանը մասնակցում է Lion Finance Group-ի խմբի մաս կազմող Ամերիաբանկի ու Bank of Georgia-ի ղեկավար կազմը, ինչպես նաև Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների անդամներ։ Սա հրաշալի փորձ է, երբ որ վրացական եւ հայկական բիզնեսները համատեղ ձևավորում են օրակարգ, եւ օրակարգը էապես ավելի ամբիցիոզ է, քան իրենք առանձին կարող են իրականացնել, այսինքն ներգրավելով FTSE 100 ինդեքսի մեջ, դա ոչ միայն որակի, այլ նաև որոշակի ֆինանսական ցուցանիշների մասին է վկայում։ Ու ես կարծում եմ, որ մենք պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի նման հաջողության պատմություններ ավելի շատ ունենանք, որպեսզի միջազգային ինվեստորների կողմից Հայաստանը եւ Վրաստանը դիտարկվեն այնպիսի երկրներ, որտեղ ներդրում իրականացնելը շահավետ է եւ անվտանգ։ Key strategic priority Խմբի առանցքային ռազմավարական առաջնահերթությունն է լավագույնս ծառայել եւ Վրաստանին եւ Հայաստանին, անել ամեն հնարավոր բան երկու երկրների ժողովուրդների համար տնտեսական աճ ապահովելու եւ բոլոր քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու նպատակով։ Այսօր ես անչափ հպարտ եմ, որ այս երկու երկրների բանկերը, որոնք միասին աշխատում եւ համագործակցում են տարածաշրջանում, ընդգրկվել են FTSE 100-ում։ Ես շատ հպարտ եմ, որ նման ընկերության նախագահն եմ։ Այս ձեռքբերումը խմբի եւ դրա անդամների համար զարգացման որակական նոր փուլ է։ Այն հիմնված է հեռանկարային ռազմավարության եւ հաճախորդների համար հավելյալ արժեք ստեղծելու հանձնառության վրա։ Ամենավերևի 100 ընկերությունների ցանկում լինելը ոչ միայն նշելու եւ ուրախանալու առիթ է, այլ դա ամենօրյա կատարելագործման նաեւ պահանջ է, որովհետեւ ներդրողները ամեն օր գնահատական են տալիս քեզ։ Ես կարծում եմ, որ դա մեծապես անդրադառնալու է թե կազմակերպության գործունեության վրա, որը ինքնին ածանցվում է նաև տնտեսության սպասարկման վրա, որտեղ բանկերը կոչված են սպասարկելու տնտեսության ֆինանսավորումը։ Դա մեծ պատասխանատվություն է մեզ համար, որովհետև ավելացնում է մեր հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը եւ պետք է բավարարենք ոչ միայն մեր երկրի ռեգուլատիվ պահանջներին, նաեւ Լոնդոնի բորսայի կողմից ներկայացվող պահանջներին։ Հատկանշական է, 2006 թվականից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով Lion Finance Group-ն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի խմբին միանալուց 2 տարի անց։ Ըստ էության բանկի ինտեգրումը խմբին առանցքային դեր է խաղացել այս արդյունքի հարցում։ Այս ձեռքբերումը նաև նոր նշաձող է միջազգային շուկաներ ձգտող հայաստանյան այլ ընկերությունների համար։ Մենք պիտի ձգտենք, որ մեր առնվազն խոշորագույն ընկերությունները հայտնվեն այն վիճակում, ինչ որ մենք այսօր տեսանք Lion Finance Group-ի հետ։ Ու այդտեղ հսկայական ճանապարհ ունենք անցնելու, որովհետև ես կարծում եմ, որ այդտեղ անհրաժեշտություն կլինի ոչ միայն օրենսդրական փոփոխությունների կամ իրավական փոփոխությունների, այլ նաև նախ եւ առաջ մտածողության եւ մշակույթի փոփոխության։ Այսինքն ընկերությունները իրենք պետք է հասկանան, որ իրենց զարգացման ճանապարհը բարդագույն ստանդարտների ներդրման միջոցով աշխարհի լավագույնների հետ մրցելն է։ Լոնդոն կատարած այցի ընթացքում Ամերիաբանկի ու Bank of Georgia-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպել արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին։